Լեհաստանում նախկին դեսպան, նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր էլ խորհրդարանից հեռացավ դժգոհ։ Իշխանական պատգամավորներից ոչ մեկը չընդունեց նրան։ Ընդդիմադիր գործիչը հերթագրվել էր խորհրդարանի նախապես հայտարարած քաղաքացիների ընդունելությանը։ Հիասթափված էր, բայց ասաց չի նահանջի։ Չէ, ինչ դադարեցնել։ Բայց հնարավորությունը մարդը ո՞նց կա, ես ո՞նց տենց հնարավորություն բացտում։ Նախկին պաշտոնյան հերթագրվել է քաղաքացիների համար նախատեսված բոլոր ընդունելություններին, որ հանդիպի իշխանականներին ու բացատրի, ինչու պետք է անվստահություն հայտնեն վարչապետ Փաշինյանին։ Այսօր պետաիրավական հանձնաժողովի հերթներ եկել էր միայն Հայաստան խմբակցությունը լքած Գեղամ Նազարյանը։ Ես որքան գիտեմ, դուք քաղաքական գործիչ եք, առնվազն ձեզ քաղաքական գործիչ եք համարում, եւ շատ լավ պետք է իմանաք, թե քաղաքացիների ընդունելությունը ինչի համար է եւ ինչ նպատակները հետապնդում։ Դուք այստեղ բարձրացնում եք քաղաքական բնույթ գրող հարցեր։ Պատգամավոր Նազարյանը ընդդիմադիր գործչի նախաձեռնած իմպիչմենթին միանալ չի պատրաստվում։ Այդ թեման էլ քննարկել չցանկացավ։ Հիշեցրեց, որ ընդունելությունները շարքային քաղաքացիների խնդիրները լսելու համար են։ Քաղաքական հարցերը լուծելու համար այլ հարթակներ կան։ Ղազարյանը դժգոհ էր ընդդիմադիր խմբակցության նախկին պատգամավորից, ինչպես ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանից։ Ռուբինյանի դեմ իրավական գործընթաց է սկսել, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերել ու իրեն չի ընդունել։ Ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին գլխավոր դատախազին։ Այո, մեր այդ նախատեսված հանդիպման հաջորդ օրը հաղորդում եմ ներկայացրել երկու խնդրանքով, որ վարույթ նախաձեռնվի եւ նաեւ միջնորդություն ներկայացվի ազգային ժողովին Ռուբինյանի անձեռնմխելիությունից զրկելու եւ մեղադրանք առաջադրելու համար։ Խտրականություն քրեական օրենսգրքում կա հոդված խտրական վերաբերմունքի ցուցաբերում պայմանավորված նաև մարդու այլ հայացքներ, այդ թվում քաղաքական հայացքների համար։ Ինչու իշխանականները չեն հանդիպում Ղազարյանին ու անձամբ բացատրում, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու կարիք չկա։ Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անձնական պատճառ ունի, ասաց Ղազարյանն իրեն վիրավորել է։ Օրինակ ձեզ, որ ինչ-որ մեկը առաջարկ, ասի եկեք իրար հետ գնանք հանդիպենք, մի լագյան ուտելիք կտամ, դուք այդ ոչի հանդիպման կգնաք ու հարցազրույց կվերցնեք։ Իմ ու առհասարակ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների շրջանակներում ոչ մեկ լագյանով չի լափում։ Արդյունենք նախաձեռնությունը, որի անդամ է նաև Ղազարյանը, ապրիլի վերջին նամակներ էր ուղարկել բոլոր պատգամավորներին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար։ Իշխանականների ճնշող մեծամասնությունը չէր արձագանքել այդ նամակներին։ Արսեն Թորոսյանը պատռել, նկարահանել ու իր էջում էր տեղադրել, իսկ Վահագն Ալեքսանյանը նամակին արձագանքել էր։ Իհարկե, ասել եմ, որ եթե ես չեմ պատրաստվում միանալ իրենց գործընթացին, բայց եթե իրենց հաջողվի Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին այնուամենայնիվ դարձնել տեխնացու, խոստանում եմ, որ այդ նիստից հետո կներեք, խոստանում եմ, որ այդ նիստից հետո իրենք կգնան քաղաքական թոշակի, այդ են պատասխանի առանց վիրավորանքի, առանց անհարգալից բառի։ Դրանի պատասխան ակնհայտորեն հնչել է իմ հասցեին վիրավորական արտահայտություններ։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար ընդդիմադիր պատգամավորների ձայները բավարար չեն, որպեսզի այդ նախագիծը ընդունվի, պետք է իշխանականներն էլ դրան միանան։ Ու չնայած նրանք հրաժարվում են ընդունել ու լսել Փաշինյանի իշխանությանը քննադատող Ղազարյանին, նա կշարունակի ներկայանալ գրանցված ընդունելություններին։ Վաղը ազգային ժողովի փոխոսնակ Հակոբ Արշակյանն է քաղաքացիներին հանդիպելու։ Ղազարյանը ակնկալում է, որ իրեն էլ կընդունի։